տեսանք փաստաբանական խմբի անդրադառնալը։ Տիկին Պապոյան փաստորեն ինչպես ներկայացվեց, հա, պաշտպանական կողմը ներկայացրեց, ճնշում է գործադրվել տուժողների վրա, այսինքն նրանք սկզբում այդ ցուցմունք են տվել, հետո արդեն մեղադրող կողմի ներկայությամբ այդ ցուցմունք է ներկայացվել։ Ոչ, այլ կերպ է կնկալել ցուցմունքները տուժողների, առհասարակ մենք ներկայացնում ենք այն իրավիճակը, ինչ որ արկա է եղել, մասնավորապես օբյեկտիվ իրականության մեջ տուժողները նաև նախաքննության ընթացքում են որոշակի արդարացնող ցուցմունքներ տվել եւ հայտնել, որ Դավիթ ու Գոռ Համբարձումյանները որևէ առնչություն չունեն իրենց կողմից նկարագրված դեպքերին, նույնը տուժողները, ինչպես նաև Հարութին օժանդակող անձինք վկաները պնդել են նաև դատաքննության ընթացքում, սակայն դատարանը գտել է, որ նրանց ցուցմունքները արժանահավատ չէ, որովհետև քրեական գործում եղել է օպերատիվ գրություն, չճշտված աղբյուրից ստացված գրություն, իբրև որոշակի ճնշումներ են գործադրվել վկաների նկատմամբ, բայց մեկ այլ իրավիճակում էլ մեկ վկա կամ տուժող այս բան չեմ մտաբերի հայտնել է, որ քննիչը գրել է, ինքը ստորագրել է, նմանատիպ իրավիճակներ եւս եղել են։ Ամեն դեպքում պարոն Համբարձումյանի գործով ամեն ինչ շատ պարզ է, որովհետև կա գործի վերաբերյալ օբյեկտիվ ապացույց, տեսագրություն, որում հստակ երևում է, որ տուժողներին մի կողմ ծեծի են ենթարկում եւ դա ոչ պարոն Համբարձումյանն է, ոչ էլ վերջինիս եղբայրը Գոռ Համբարձումյանը։ Այսինքն գործը ինչի վրա է դեպքում այդ ինչ որ կեղծ ինչի վրա է կապ։ Այո, քանի որ առաջին ատյանի դատարանը նախագահության պարոն Չիչոյանի ցանկացել է մեղադրական դատական ակտ կայացնել, հիմքում դրել է օպերատիվ գրությունը, որը որ նույնիսկ ապացույց չի կարող համարվել, էլի դա սևը սպիտակով, դա դասակրքային ճշմարտություն է, որ օպերատիվ գրությունը որևէ ապացույցի ուժ չունի։ Այն իրավիճակում, երբ որ վերջինս պարտավոր էր ցուցմունքները համադրել տեսագրության հետ եւ կհամոզվեր, որ տեսագրությունում նկարագրված այն հանգամանքները, որոնք համընկնում էին համապատասխան անձանց ցուցմունքներին, իրականություն է։ Տիկին Պապոյան դատական նիստում պաշտպանների ներկայացած այսպես ասած ձայնագրություններից պարզ է դառնում, եթե սխալ եմ ուղղեք, այսինքն իրավապահ մարմինները փորձել են կեղծել կամ ճնշում գործադրելու միջոցով վկաների ցուցմունքներ կորզել Դավիթ Համբարձումյանի եւ նրա եղբոր Գոռ Համբարձումյանի դեմ։ Տեսեք, վկաներից մեկը, ես ինչպես քիչ առաջ նշեցի, այս բան չեմ մտաբերի տուժողներից, թե վկաներից մեկը նման բովանդակությամբ ցուցմունք է տվել, որ իր նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս մեղադրական բնույթի որոշակի ցուցմունք է տվել պարոն Համբարձումյանի եւ վերջինիս եղբոր դեմ, ինքը նույնիսկ չի կարդացել, քննիչն է արձանագրել եւ ըստ էության ինքը պարզապես ստորագրելու դուրս է եկել, հետագայում հաղորդում է ներկայացել այդ մասով, այո, ճիշտ եք հասկացել։ Շնորհակալություն ձեզ եւս։ Ալո։